Բարի երեկո, օրն ամփոփում է Հորիզոնի գլխավոր թողարկումը։ Տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումներին ու կարևոր դեպքերին զուգընթաց Հորիզոնի այսօրվա լրահոսում ներկայացնենք օրվա կարևոր իրադարձությունը։ Շանթի եթերում մեկնարկում է միջազգային հայտնի նախագծի հայկական տարբերակը Got Talent Հայաստանը։ Այն վարելու են հայտնի դերասան Զիրոյանը եւ հեռուստահաղորդավար Գոհար Գասպարյանը։ Սա նրանց երկրորդ համատեղ աշխատանքն է Շանթի նախագծային պատմության մեջ։ Ողջույն Հայաստան, ողջույն Սփյուռք։ Ողջույն աշխարհի տարբեր անկյուններից մեզ միացած, մեզ շատ սիրելի ու հավատարիմ շանթադիտող։ Վերջապես 15 տարի անց վերադառնում է մեգա նախագիծ, որը կոչվում է Got Talent Հայաստան։ Վերադառնում է, որպեսզի հայկական աշխարհում բացահայտվեն նոր տաղանդներ։ Այն վերադառնում է, որպեսզի բացահայտի մարդկային ուժի հնարավորությունների սահմանները։ Դուք պատրաստ եք։ Նախագծի մեկնարկին անհամբեր սպասող հեռուստադիտողն այսուհետ ամեն կիրակի կդառնա հետաքրքիր ելույթների ականատեսը։ Տաղանդներին բացահայտելու գործը վստահված է պրոֆեսիոնալ մարդկանց։ Անդրե, ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ։ Շանթի երաժշտական նախագծերում բազմիցս զբաղեցրել է ժյուրիի պատվավոր տեղը, նպաստելով տաղանդավոր նոր ձայներ, նոր դեմքեր բացահայտելու առաքելությանը։ Got Talent, հենց սրա մասին է։ Սյուզաննա Մելքոնյան, հզոր ձայնի, միևնույն ժամանակ զգայուն խառնվածքի տեր երգչուհի, մասնակցին ավելորդ հույսեր տալու փոխարեն գերադասում է ասել ամենակարևորը՝ առերես ճշմարտությունը։ Իրականում ինձ վոկալը չբավարարեց որպես այդպիսին, այն որ ինչ-որ մի հետաքրքիր բան կա ձեր մեջ, դա ակնհայտ է, բայց Տիգրան Գյուլումյան, սիրված դերասան, ռեժիսոր, հանդարտ մշակութային կենտրոնի հիմնադիր, բեմեր ընկերության տնօրեն, սիրում է խրախուսել մասնակիցներին, քաջ իմանալով երազանքին հասնելու դժվարին ճանապարհի մասին։ Ես չհասրեցի որպես ժյուրի քեզ դատեմ ու ընկա հանդիսատեսի այն լավ էներգիայի մեջ ու սկսեցի վայելել։ Վիկտորիա Մարտիրոսյան, պարուհի, խորեոգրաֆ, Ամարաստ պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավար։ Շանթի եթերում առաջին անգամ հանդես է գալիս ժյուրիի կարգավիճակում, մասնակցին գնահատելու հարցում ունի իր ինքնատիպ եւ նրբանկատ մոտեցումը։ Ինձ համար դու շատ տարբերվող ես, շատ։ Ես միայն քեզ ասում եմ բրավո ու շատ կուզենամ քեզ տեսնեմ հաջորդ փուլում։ Դիտումների փուլը հագեցած կլինի տարաբնույթ հույզերով, նոր բացահայտումներ, հիացմունք, զարմանք, նաև ոչինչ չասող ելույթներ, կարմիր կոճակներ եւ իհարկե կանոններ։ Կանոնների համաձայն քառորդ եզրափակիչ են անցնում այն մասնակիցները, որոնք ստացել են ժյուրիի 4 կամ 3 այոները։ Այո։ ասում եմ այո։ Այո։ Այո, ապրես։ 2 այո, 2 ոչի դեպքում մասնակիցներին սպասվում է զտման փուլը։ Նրանք կրկին ներկայանում են ժյուրիին, փորձելով ճիշտ օգտագործել իրենց տրված երկրորդ հնարավորությունը։ Ժյուրիի անդամներից յուրաքանչյուրն իրավունք ունի ցանկացած պահին սեղմել կարմիր կոճակը, եթե այլևս չի ուզում դիտել ելույթը։ Մասնակիցը դադարեցնում է ելույթը միմիայն այն դեպքում, եթե կարմիր կոճակը սեղմել են ժյուրիի բոլոր անդամները։ Հետևեք տաղանդների բացահայտման ուղուն, իսկ մենք կհանդիպենք նոր լրահոսով Շանթի եթերում։ Վերջ, ամեն ինչ պատրաստ է եւ մենք դիմավորում ենք առաջին մասնակցին։ Սեմ Խաչիկյանը, կարծեմ պետք է երգի։ Սեմ, պատրաստ ես։ Այո։ Շատ ես ուզվում։ Այո։ Դե ուրեմն լցվիր համբերությամբ, մի հատ խորը շունչ քաշիր։ Բարև ձեզ, ես Սեմ Խաչիկյանն եմ, 14 տարեկան, ուզում եմ կատարել Mon Amour երգը։ Ձեզ համար սիրով։ Mon amour, dis-moi que tu penses, c'est tout soit ça. Désolé que si je te dérange. Mon amour, te souviens-tu de nous? Du premier rendez-vous, c'était beau, c'était fou. Je t'aime, je sais pas pourquoi. Je joue la scène,
Mais c'est toujours la même enfant qui recommence, tu n'étais pas ma part. On en fait quoi? Est-ce que tu m'aimes? On boit. Mon amour, je ferai tout ce que je peux en essayant de les fous, les possibles si tu les viens. Oh mon amour, allez reviens à Paris, fais le tournoi si ça te prie. Je le promets, j'ai compris. Je t'aime, je sais pas pourquoi. Je joue la scène, mais c'est Իսկ toujours ֆրանսերեն գիտի։ ma part. On en fait quoi? Est-ce que tu m'aimes? Ամեն բառը հասկանալով է երգում, ձուտ երգն է թարգմանել։ Լավ պրոդյուսեր կլինեիք, հա։ Աշխատում եմ այդ ուղղությամբ։ C'est ben, je sais, je les ferai. Rempli d'espoir, je t'attendrai. Միշտ շատ դժվար է առաջինը ելույթ ունենալ։ Je sais pas pourquoi je joue la scène, mais c'est toujours la même enfant qui recommence, tu ne donnes pas ma part. On en fait quoi? Est-ce que tu m'aimes? Est-ce que tu m'aimes? Est-ce que tu m'aimes? Est-ce que tu m'aimes? On point. Շնորհակալություն։ Ես ճիշտն ասած սեղմեցի, որ չտանջվես, ինձ համար որպես 14 տարեկան եւ որպես ոչ կազմավորված դերձայն նորմալ է, բայց գիտես, Got Talent-ը փնտրում է սուպեր տաղանդների։ Ես դա չտեսա քո մեջ։ Ինչպես որ Անդրեն նշեց, սա այն պրոյեկտն է, որտեղ պետք է կամ մաքսիմալ այնպես երգեք, որ մենք լավ իմաստով չունենանք ասելիք, կամ այս բավարարը այնքան չէ, որպեսզի դուք հաջորդիվ անցնեք ու շարունակեք ձեր ճանապարհը, բայց ունեք պոտենցիալ, շարունակեք աշխատել։ Շնորհակալություն։ Ուղղակի այս երգը մի քիչ շատ ավելի մեծ փորձ պետք է ունենաս, որպեսզի կարողանաս ճիշտ կատարես։ Իսկ ընդհանրապես ապրես, շնորհավորում եմ քեզ։ Մերսի շատ։ Շնորհակալություն։ Ես նաև խորհուրդ կտամ մտածես բեմարվեստի, թատրական արվեստի, դերասանական արվեստի ուղղությամբ բացահայտես քեզ։ Ապրես։ Մերսի շատ։ Ես ասում եմ այո։ Շնորհակալություն։ Սեմ ջան, ես ձեզ ասում եմ ոչ։ Եթե երկու այո լինի, ապա Սեմը կանցնի։ Սեմ ջան, ես քեզ մեկ շանս եմ տալիս, ես քեզ ասում եմ այո այսօր։ Այո, ասաց։ Մնում է Անդրեն էլ ասի այո, բայց դա քիչ հավանական է։ Ես սպասում եմ քեզ 2 տարի հետո կամ X Factor-ում կամ Superstar-ում, բայց այս նախագծի համար ես նույնպես ասում եմ ոչ։ Մերսի։ Քեզ շանս տրվեց։ Դու անցնում ես ֆիլտրացիոն փուլ։ Այո։ Իսկ դու գոհ ես քո ելույթից։ Ավելի լավ։ Ինչու ոչ, թե ավելի լավ կարող եմ բոլորն է միանշանակ։ Եղբայրդ ասաց, որ ցնցուղի տակ ավելի լավ ես երկու։ Այո, կա տես բան։ Կա, դե մյուս անգամ սպասում եք ցնցուղի հետ։ Անպայման։ Բարև ձեզ։ Ես Իլոնա Կիրակոսյանն եմ, 21 տարեկան եւ այսօր հնչյունավորելու եմ իմ սիրած մուլտֆիլմների հերոսներին։ Слышу. Ага. Тут у нас словотворенье. Это я снова творю.
Նշանաստ։ Вареньем. То есть я его варю. Ох, сегодня настроение. У меня вареное. Мишка, ты варишь мое варенье. Необыкновенное. Элса, do you wanna build a snowman? Come on, let's go and play. I never see you anymore. Come out the door, it's like I've gone away. We used to be best buddies, and now I wish you would tell me why. Do you wanna build a snowman? We're gonna have to be a snowman. Go away, Hannah. Okay, bye. I'm wishing for the one I love to find me today. I'm hoping, and I'm dreaming on the nice things you'll say. Ինքն է որոշել մասնակցել, թե իրեն համոզել են։ Ճիշտ ասած ես եմ ասեմ մասնակցի։ Ապրեք դու։ Все как обычно, новый рассвет встречаю. Попу плиту, пока он не станет чист. Стирка, уборка, пусть все вокруг сверкает. Пыль смахну на часах 7:15. Почти, а можно книгу взять, а лучше 2 и 3. Живую зору красить стены изнутри. Могу играть, писать и петь, но лучше б знать, когда же жить я смогу начать. Ну, спасибо. Տեսնենք, արդյոք ժյուրի անդամները սիրում են մուլտֆիլմեր։ Բարևձեզ։ Բարևձեզ։ Իլոնա ջան, դու հայկական սիրած մուլտֆիլմ չունես։ Ես։ Հա։ Աղջիկ։ Դե մի հատ երգի։ Ես եկել եմ այն նկարի մեջից։ Ջան, այն որ ունես դերասանական շնորհք, միանշանակ երևում է, այն որ կարողանում ես կրկնօրինակել եւ ստացվում է, երևում է, այն որ նաեւ կրկնօրինակում ես երգի միջոցով նույնպես տեսանք, բայց չգիտեմ, ես հավանեցի, կար սիրուն բան, կար լավ բան, կար հետարքիր բան, աման ես իմիջ մի զարմացած չեմ, ուղղակի զարմացած եմ, թե հաջորդը ինչ ես անելու, եթե անցար։ Դա ինձ համար հետաքրքիր է եւ կուզենամ անպայման այդ հայկական երանգը պահես։ Okay. Իլոնա ջան, շատ լավն է, շատ անուշիկ ես ու ինձ շատ լավ էմոցիաներ էր այսպես փոխանցում, շատ դրական։ Ամենաշատ նման, որ կրկնօրինակում էր, դա Մաշան էր, Մաշի Մեդվեդը ինձ թվում է։ Ինձ հետաքրքիր է ուղղակի հետո ինչ ես անելու։ Հիմա հաճելի էր քեզ շատ նայել, այսպես ապրես։ Բարի ու լավ էներգիա է ձեզանից գալիս, սա կրկնօրինակման արվեստը շատ բարդ է իրականում։ Ես այստեղ ավելի ձեզանից զգացի վոկալային շատ ավելի լավ տվյալներ, որովհետև պատկերներում նաև իմ մանկության մուլտֆիլմերի հերոսներն էին, որ տեղ-տեղ ինձ համար համոզիչ չէիք որպես այդպիսին։ Բայց ինձ էլ է հետաքրքիր հաջորդիվ ինչ է լինելու։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Կանաք շատ կուզենայի լսեի պույպույ մկնիկը հենց հիմա։ Ես մկնիկն եմ պույպույ լա 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 Միշտ պարում եմ պույպույ լա 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 Նամ նա 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 նամ տամ տամ դարարամ տամ La 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 da da ba da ba da ba da beep bum baby baby da ba dum Լավ, ես քեզ կասեմ այո։ Խնդրեմ։
Ես էլ կասեմ այո, ապրես։ Ты меня слышишь? Слышу. Ավելի վերը։ Այո։ Այո։ Спасибо. Մի բան գիտեիք էլի որ համոզողներից։ Տեսնում եք։ Այսօր առավոտից ասում եմ կանցնեմ, ասում եմ անպայման։ Բրավո, շնորհավոր Իլոնա, ապրես։ Տեսնում եք ինչ թիկունք ունես քո կողքին։ Ինչքան լավ բան կար քո մասին ասեց։ Համ էլ իմացել եմ ձեր հարսանիքի օրը։ Վստահ եմ որ հրավիրված ենք, չէ՞։ Մեկ էլ իմ սիրած մուլտֆիլմը Պինգվինաշենն է։ Հա, Մյուսին, բայց իմ համար էքսկլյուզիվ կարող ես հիմա։ Ոտքերով խաչերը։ Ոտքերով խաչեր ենք անում, գնում ենք գնում, եւ գիշերը եւ ցերեկը այսօր երկրում եղանակը խանգարում է, գնում ենք գնում, եւ գիշերը եւ ցերեկը այսօր երկրում։ S-Veg Travel-ը տարիներ շարունակ կանգնած է Շանթ հեռուստաընկերության միջազգային նախագծերի կողքին։ Համահայկական շրջագայության ընթացքում S-Veg Travel-ը հնարավորություն է տալիս հայ տաղանդավոր երիտասարդներին ներկայանալ ամերիկահայ համայնքին, ամրապնդելով Սփյուռք Հայաստան կապը եւ ստեղծելով անմոռանալի հիշողություններ յուրաքանչյուր մասնակցի համար։ S-Veg Travel, երբ ճամփորդությունը միավորում է ընտանիքը եւ ընկերներին։ Գյուրզաներն են փոքրիկ։ Դեռևս գյուրզաները այն էլ փոքրիկ այսքան հաճելի չէին եղել։ Չխայթեցի։ Այն որ լավ պլաստիկա ունեք, այն որ աշխատել եք, այն որ շատ չարչարվել եք, ձեր մարմնի ճկունությունը ամբողջը տեսանք, բայց բեմադրական մասով այ շոուի որպես բեմադրական ներկայացում համար մի քիչ հումեր։ Ով է բեմադրել։ Մեր ղեկավարը Գարյանը։ Ուր է նա։ Վիետնամ բեմում աղոթում է։ Ես ուզում եմ որ ձեր հայացքներից այսպես ժպիտ, ջերմություն, տաքություն գար դեպի հանդիսատես, բայց ես նկատում եմ ոնց որ ավելի տանջվեիք։ Ես ուզում եմ այսպես ուշադրություն դարձնել բեմադրական մասի մեր մասնագետների եւ այսպես գեղեցիկ հրավառություն լինի այս բարդ գործում նաեւ այդ առումով։ Կարևորը պետք է լիներ սինխրոնություն, որտեղ բացակայում էր սինխրոնություն չունենք եւ ես չտեսա այնպիսի շարժումներ, այնպիսի տերմիններ, որտեղ որ դուք կարող եք մեզ զարմացնեք ու ես ասեի՝ «Վաու, այսա ես չէի կարող անել», հա։
մենք այս մինուսները ունենք։ Կարծում եմ, որ ավելի լավ պետք է պատրաստվեիք։ Համամիտ եք։ Իհարկե։ Բայց այս բոլորը ընդունեք որպես խորհուրդ, որովհետև առհասարակ խորհուրդը շատ լավ բան է, երբ որ առողջ ես վերցնում այս ամեն ինչը, դուք շատ լավն եք, կարևորը ձեր ճկունությունը տեղում էր, այն մնացածը արդեն կարծում եմ, որ շտկելու պահ է, որը որ ձեր ուսուցչուհին կանի։ Ընդհանուր առումով այս փուլի համար կարծում եմ, որ շատ վատ չէր։ Սիրելի փոքրիկներ, շնորհավորում եմ ձեզ, ուզում եմ ասել, որ նախ շատ գեղեցիկ եք, շատ բեմական եք։ Ինձ համար հետաքրքիր եք շատ, ճկուն եք շատ, եւ ինձ համար համենայն դեպս այս փուլում այնքան բավարար է, որ ես ձեզ կցանկանամ տեսնել հաջորդ փուլում։ Շնորհակալ եմ։ Ես ձեզ ասում եմ այո։ Ասում այո։ Երկու այո։ Ես դες նույնպես սպասում եմ մյուս փուլում եւ հույսով եմ կզարմացնեք, այո։ Իհարկե ես էլ եմ ասում այո։ Շնորհավոր երեխեք։ Երբ հոգնում ես ամեն օրից, երբ որ զգում ես ցավը նորից, ու վախում ես թունավորից, երբ փախչում ես գունավորից, խուսափում ես կարևորից, կարևոր սեր փառավորից, կառավարեց հերավորից, տեղավորեց ձևավորից, միջև դիմակը փոխեց, միջև դիակը թողեց, վատ մտքերը տարաժ մղեց, ուշադրությունը շեղեց, սիրտդ մի պա կանգ առավ, հոգի տան հոգի դարավ, զգում ես անկեղծության ծարավ, զգում ես աշկերը սարավ, ինչ որ մեկը քեզ առավ, հույսը հավատը կորավ, չես տարբերում վատ ու լավ, չես զգում արդեն ոչ մի ցավ, նկատում ես օրը տանցավ, բայց դե ոչինչ չփոխվավ, չոս կողմը թաց ու խոնավ, կյանքդ քեզնից խռովավ, երբ փակում ես քո աչքերդ, արտանում են երազներդ, կորցնում ես սաղ մտքերդ, հիշում ես անցած օրերդ, հավատարիմ ընկերներդ, որ հիմա արդեն կորել են, քո գործած մեծ սխալները, դրանց վրա սովորելը, անցյալից եկած հուշերը, ներկայից հավոտ փշերը, ու դու սկսում ես հիշել, մութ ու տխուր գիշերները, լուսա բացնում այրամուտը, բարձունքներն ու խոր փոսերը, քո կողմից ասված խոսքերը, ճիշտ է սուտ ասած բառերը, քո մտքից եկած հոսքերը, որ արդեն հոգիդ վառել են, մտել են սրտիդ խորքերը, երակները քո սառել են, լռում են քո աղոթքները, որ անձայն հոգիդ խառնել են, բարձրաձայն են բողոքներ։ Արմեն ջան, ճիշտն ասած ինձ թվաց, որ այստեղ գրված է ռեփ եւ գրող, ինձ թվաց տեղում է հենց գրվելու բառեր եւ տեղում կատարում է լինելու, չեմ մտածել, որ այսպես պատրաստված, արդեն գրված, այսինքն իսկապես որևէ զարմանալու բան չկար, ես իսկապես զարմացած չեմ եւ սպասելիքներս ավելի շատ էր ձեզանից, ճիշտի եթե ասեմ, միգուցե դա է խնդիրը։ Շնորհակալություն։ Արմեն ջան, գիտեք, երբ բեմ բարձրացաք ձեր այս պատրաստվածությունը, կեցվածքը, այնպիսի էներգիա էր ձեզանից գալիս, որ ձեր այս ճյուղի մեջ ինձ թվաց շատ համոզիչ ու զարմանալի մի բան է տեղի ունենալու, շատ հում ինչ-որ վիճակ կա, բայց ես ուզում եմ, որ դուք չտխրեք, որովհետև այս նման պրոյեկտները ձեր ճանապարհի ընդամենը մի էջն են։ Եվ եթե սիրում եք, պիտի շարունակեք ձեր ուղիով եւ դասեր քաղեք այս ճանապարհի այս կանգառներից։ Շնորհակալ եմ։ Ձեզ շնորհակալություն։ Ճիշտ ասած կուզենայի, եթե դուք գրում եք տեքստեր, ուղղակի տեքստեր գրեք որպես պոեզիա կամ տեքստ կամ հրապարակախոսություն, ինձ թվում է տենց ավելի ձեր ասելիքը շուտ տեղ կհասնի, քան այս ոճի մեջ ես այդքան էլ զարմացած չեմ։ Մերսի շատ։ Արմեն ջան, քանի որ ես այս R&B ոճը եւ այս ռեփ ասվածը, հա, շատ եմ սիրում, այդ պատճառով երևի թե կփորձեմ մեկնաբանություն չանել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ։ Ես կասեմ ոչ։ Ոչ։
Արմեն ջան, ոչ։ Մերսի շատ։ Կարևորը փորձեցիք, ձեր երգը լսեցին, չէ՞։ Իմ ցանկությունը էր, որ ժողովուրդը հիմնականում լսի իմ գրած տեքստը։ Շատ ունեք երգեր։ Մոտավոր մի 60 հատ։ Հովտաշենից դեպի Նյու Յորք։ Հայկը նա դերձակ էր, շատ էր սիրում նոր զգեստներ ստեղծել, եւ ահա հայտնվեց նրա մուսան։ I'm leaving today. I want to be a part of it. New York, New York. These vagabond shoes are longing to stray right through the very heart of it. New York, New York. I want to wake up in a city that doesn't sleep and find I'm king of the hill, top of the heap. These little town blues are melting away. I'll make a brand new start of it in old New York. If I can make it there, I'll make it anywhere. It's up to you, New York, New York. In a city that never sleeps and find I'm a number one, top of the list, king of the hill, a number one. These little town blues start of it. New York, New Ինչ խոսք, գեղեցիկ եք, հետաքրքիր եք, նայվում եք ինձ համար պրոյեկտում ու անձամբ ինձ շատ հետաքրքիր է հետոն։ Սա այն ճյուղերից մեկն է շոուի, որ հետաքրքրեց, առաջացրեց հետաքրքրություն, վստահ եմ դահլիճին։ Շնորհակալություն։ Մերսի։ Հայկ ջան, Անի ջան, շատ խարիզմատիկ եք, շատ սիրուն զույգ եք ու շատ իրար հետ սազում եք ու շատ հավեսով նայել եմ, երգը սիրուն ընտրված։ Ամեն դեպքում սպասում եմ, որ մյուսին ավելի եք ինձ զարմացնելու, ապրեք։ Շնորհակալություն։ Ապրեք, տաղանդավոր եք։ Շնորհակալություն։ Հետաքրքիր եք, ապրեք, որ եկել եք եւ մասնակցում եք մեր նախագծում եւ գույն եք ձեզ հետ բերել հետաքրքիր։ Շնորհակալություն։ Ինչն է ինձ շատ հետաքրքիր, կարթատերական բեմականացում, այսպես, հա, շոու, պարզապես մի քիչ կուզենայի ավելի աշխատեիք, բեմ բերեցիք հագուստ, մանեկեն, շորեր ու ինքը հետո չխաղաց միջև վերջ։ Ես կուզենայի, որ հա թատրոնում այդպես է, Չեխովն ասում է, թե պատից հրացանա կախած, ուրեմն պետք է կրակի։ Ստանիսլավսկու ականջը կանչի։ Այս ձեր բերած հագուստը ուրեմն պետքա միջև վերջ խաղա։ Այ հաջորդ բեմադրություններին կուզենամ, որ անպայման ուշադրություն դարձնեք։ Սիրով շնորհակալություն, անպայման նկատի կունենանք։
Կարևորը ձեզանից շատ լավ էներգիա է գալիս։ Ես ձեզ շատ մեծ հաճույքով ասում եմ այո։ Շնորհակալություն։ Ես ձեզ շատ ժպիտով էի նայում եւ դրա համար ասում եմ այո։ Շնորհակալություն։ Մյուս անգամ, ինչպես Տիգրանը ասաց, հագուստը թող կրակի։ Այո։ Խոստանում եմ։ Այո։ Շնորհակալություն։ Բրավո! Շնորհավորում ենք, ապրեք, շնորհավորում եմ։ Ոնց եք։ Լավ, շատ բարձր։ Ամեն ինչ ձեր մտածածի նման գնաց, ընթացավ։ Հա, երևի։ Այո։ Սխալներ, ինչ որ վրիպակներ չեղան։ Ինձ թվում է չէ, որովհետև մաքսիմալ էներգիա ուժ դրել ենք այս համարը ավելի լիարժեք, ավելի լավ, ավելի հասանելի դարձնելու մեր հանդիսատեսին։ Իսկ մյուս անգամ հնարավոր է որ ժյուրի անդամները կերպարանափոխվեն։ Խոստանում եմ մյուս անգամ տեսնեք ել ավելի հետաքրքիր, բայց փակագծեր չեմ բացի։ Եթե մտածում եք էլեկտրոմոբիլ գնելու մասին կամ փնտրում եք վստահելի սերվիս եւ օրիգինալ ավտոպայեստամասել, Eldrive Holding-ն առաջարկում է ամբողջական համակարգային լուծումներ մեկ վայրում։ Փորձ, պատասխանատվություն եւ նորագույն տեխնոլոգիաներ։ Eldrive Holding-ի շնորհիվ ձեր ընտրությունը կլինի վստահ եւ ժամանակակից։ Բարև ձեզ, ես Իբջան Դալարն եմ։ Ծնվել եմ Սիրիայում, մեծացել եմ Սիրիայում, սիրիահայ եմ եւ այսօր կներկայանամ արաբական ոճով։ Շնորհակալություն։ Aman 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 ya حبيبي يا نور العين يا ساكن خيالي عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي يا نور العين يا ساكن خيالي عاشق بقالي سنين ولا غيرك في بالي حبيبي 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 يا نور العين 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 يا ساكن خيالي أجمل عيون في الكون أنا شفتها الله Ինքը շատ երազանքուն էր, ես բաբարդ եմ իր մոտ, որ փորձեց Հայաստանի մեջ։ في الكون أنا شفتها الله عليك الله على سحرها وعيونك معايا وعيونك كفاية وعيونك معايا وعيونك كفاية تنور ليالي حبيبي 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 يا نور العين 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 يا ساكن خيالي Արդյունքի, օքեյ, որովհետև ինքը վազել էր երազանքի հետև, արդեն ինձ էսի մեծ վարդանք է։ Ես նես կուզեի դու չերքեիր, դες կանգնեիր, ես նայեի։ Ժպտայր, նես լուսավոր ես, նես բեմական ես, նենց, բայց չգիտեմ, ես այդքան մեծ մասնագետ չեմ, բայց չի ուզենա, որ համենայն դեպս հենց ես երգը երգեիր եւ ես կատարումը ունենայիր։ Հասկանում եմ, որ Սիրիայում ես հա, ծնվել, ճիշտ հասկացա։ Դրա համար երևի թե ընտրել էր հայտնի այդ հիթերից մեկը, Հաբիբին, բայց ես դեմ եմ, չգիտեմ, կներես։ Չի ուզենա։ Այստեղ չես կարող ասել, օրինակ, ակցենտը մի քիչ այն չէր, որովհետև տիրապետում ես վստահ եմ արաբերենի, գիտես ինչն է հարցը, որ ամենասկիզբը երգի սկսեցիր, այն դանդաղ մասը, շատ սիրուն երգեցիր, ես անգամ զարմացածի ինչ է սպասվում մեզ հետո, բայց հետո
այն որ ասում է ծանր քարը ընկավ ոտիդ։ Դալար ջան, ուրեմն ես հասկանում եմ, որ դուք 17 տարեկանում եք եւ այլ մշակույթի մեջ եք մեծացել։ Իրականում ես գիտեմ, որ արաբերենը, բուն արաբերենը, չշփոթենք այլ լեզվի հետ, բավականին դժվար է եւ խոսելը եւ երգելը։ Ես այս երգը շատ լավ գիտեմ, տիրապետում եմ մասամբ, բայց մի հատ կարող է իրար հետ փորձեք։ Բա տիրապետում ես, մի հատ չունենանք, ես նշեցի, որ մասամբ, որպես հիտ, օրինակ, Habibi, Habibi, Habibi անուր լայո, Habibi, Habibi, Habibi անուր լայնի есեբիտ հեյենի։ Շատ սիրուն ձայն ունեք, բայց ակցենտ, այ դու ձեզ մոտ ակցենտը նկատվեց։ Այստեղ եթե լիներ գեղեցիկ այն երգեցողությունը, որը ես իրականում մի քիչ ուսումնասիրել եմ արաբական երգեցողությունը, զուտ հետաքրքրությանս համար։ Դրա համար ականջս մի քիչ ծակում էին ձեր խաղերը, որովհետև մի բանը, որ շատ նստած է մարդկանց ականջներին, սա մաքսիմում ինձ համար սիրողական էս ոճի մատուցումներ, որովհետև արաբները ունեն շատ գեղեցիկ մշակույթ, որը կամ պետք է մաքսիմում անես լավ, կամ ուղղակի պետք է ձեռք չտաս, համոզիչ չէր, Դալար ջան։ Օրինակ ոնց ես պատկերացնում, եթե ասենք հիմա դու անցնես, էլի պետք է հենց այս ոճի մեջ շարունակես մեզ զարմացնել, թե ինչ որ ուրիշ լավ էսպես մտքեր ունես։ Ճիշտ ասած, խոսքս գնում է արաբական, հա, արվեստի մասին էս երգերը։ Ես ցանկանում էի հայերեն եւ արաբերենի մեջ միքսեր անել, այո։ Հիմա բոլորն են այդպես անում։ Հիմա այնքան է շատ մեզ մոտ լցվել այդ այլ ազգերի երաժշտությունը, որ հիմա փորձում ենք պահպանել հայկականը, որ պահենք մերը։ Ես ճիշտ ասած զարմացած չեմ, ասեցի մի քանի վայրկյան սկզբի, բայց ոչ իհարկե։ Ես խորհուրդ կտայի, որ քանի որ արդեն բնակվում եք Հայաստանում, ավելի մեր հայկական մշակույթը, հա, փորձես կարողանաս այսպես վստահ գաս եւ կատարես եւ ներկայացնես, բայց ցավոք ասում եմ քեզ ոչ։ Շնորհակալ։ Դալար ջան, որպեսզի ձեզ համար ավելի པարզ լինի, ձեր վոկալը այս տարիքում, այս պահին բավականին անմշակ վիճակում է գտնվում։ Դրա համար այս պրոյեկտում ես ձեզ ասում եմ ոչ։ Ոչ։ Շնորհակալություն։ Մեր հաջորդ մասնակիցը ոչ ավել ոչ պակաս գյուտարար է։ Բարև ձեզ Սմբատ, համեցեք, ինչպես եք։ Լավ եմ։ Տրամադրությունը նորմալ է։ Ես անապեր սպասում եմ, որ լսեմ, թե ինչ գյուտ եք դուք արել։ Շատ շնորհակալ եմ, ուրախ եմ, որ դուք հետաքրքրվում եք։ Բայց մի հատ կարևոր հարց կա։ Ասում Եթե այսօր դուք անցեք հաջորդ փուլ, երկրորդ գյուտն էլ ունեք արդեն։ Մոտավորապես, հա։ Շփատում կանեք։ Կանեմ։ Հրաշալի է, խոստացավ, դե ձեզ հաջողություն, դիմավորեք։ Բարև ձեզ հարգելի շուրի, բարև ձեզ հարգելի հանդիսատես։ Սմբատ Մկրտչյան, 65 տարեկան գյուտարար, հնարել եմ ավտոմեքենայի էլեկտրոմագնիսական փոխանցման տուփ։ Չկա աշխարհում։ Ես դա կարող եմ ներկայացնել, թե չէ։ Իհարկե կարող եք։ Ուրեմն սա ավտոմեքենայի առաջին կցորդիչն է։ Ավտոմեքենան տեղից շարժվում է, առաջին կցորդիչը միանում է, առաջինով շարժվում է տեղից։ Հետո 4 վայրկյանից ժամանակի ռելեն միացնում է երկրորդ էլեկտրոմագնիսական կցորդիչը։ Խնդրեմ երկրորդը։ Միացնում է երկրորդ էլեկտրոմագնիսական կցորդիչը։ 6 վայրկյանի գնալուց հետո ժամանակի ռելեն միացնում է երրորդ էլեկտրոմագնիսական կցորդիչը, գնում է երրորդ արագությամբ։ Ուրեմն ավտոմեքենան առաջին, երկրորդ, երրորդ արագությունը քաղաքային ռեժիմում աշխատում է էլեկտրոմագնիսական ավտոմատ ռեժիմով։ 4-րդ եւ 5-րդ արագությունը քաղաքային ռեժիմում պետք չի գալիս եւ միայն ավտոմեքենան դուրս գալով ազատ տրասա վարորդը ձեռքով կատարում է 4-րդ, 5-րդ արագություն եւ սլանում է մինչեւ Ծաղկաձոր։ Ասենք
Ինչու միայն միջև Ծաղկաձոր։ Այդքան է ձգում մատորը։ Դե Ծաղկաձորում Սիրուհի ունի։ Գյուտարարը նաև հումորիստ է։ Սիրուհու հետ է գնում, թե Սիրուհին Ծաղկաձորում է։ Անդեղա։ Ծաղկաձորցի աղջիկը։ Հիմա այս փոխանցման տուփը ներկայությամբ աշխարհի լավագույն ավտոմոբիլային փոխանցման տուփն է։ Եվ այս աշխարհի լավագույն ավտոմոբիլային փոխանցման տուփը հնարել է ոչ թե աշխարհի ամենահայտնի գյուտարարը Իլոն Մասկը, այլ աշխարհի ամենաանհայտ գյուտարարը ձեր խոնարհ ծառան Սմբատ Մկրտչյանը։ Դե թող Իլոն Մասկը նախանձի։ Օրինակ, եթե իմ կողքին մարդիկ լինեն, խրախուսեն եւ այդ թվում նաեւ ֆինանսական խրախուսանք լինի, ես պատրաստ եմ Իլոն Մասկի հետ մրցակցության մեջ։ Ես խոստանում եմ, ես այսօր նրան նամակ կգրեմ օֆիցիալ, որպեսզի անպայման դիտարկեն ձեր գյուտը։ Դե խրախուսեք։ Պարոն Մկրտչյան, դուք իրական եք։ Ինչպես։ Դուք իրական եք։ Չեմ հավատում։ Նա արդեն տներ է հորինում, անցել է արդեն Տեսլա տների։ Հա։ Հիմա արդեն որ մինչև նրա հետ մրցենք, նա արդեն որտեղ է հասել։ Խրախուսելը իհարկե ճիշտ եք ասում, իսկ երբ որ թվականին եք սա արել այս գյուտը։ Ասում։ Շուրջ 10 տարի այս ուղությամբ մտածում եմ։ Իսկ Ծաղկաձորում եք գծել։ Չէ։ Չէ։ Բայց մի բան կա Ծաղկաձորի հետ, հա, գիտեք։ Ա եղել եմ, շատ եմ եղել։ Չէ։ Ես ուզում եմ հասկանալ, սա ուղղակի գծագրություն է, թե նաև որպես ամբողջական ունեք պատրաստի փորձարկած այս փոխանցման տուփը։ Չէ, ներողություն եմ խնդրում, որ ամբողջակի փորձարկված լիներ, երևի այստեղ չէի գա, ասենք ուրիշ տեղ կգնա, էլի շարունակեի լուրջ, ասենք, Ծաղկաձորում կան է։ Լավ, ինձ հետաքրքիր է ինչով է առավել այս փոխանցման տուփը մեր հասկացած այլ փոխանցման տուփերից, մեխանիկական կամ ուրիշ ավտոմատ, ինչով է տարբեր։ Ասենք մեխանիկականը առաջին, երկրորդ, երրորդ դու քաղաքային ռեժիմում հաճախակի տորմուզ ես տալիս, պետք է գցես առաջին, հաճախակի գազ ես տալի, ելի պետք է գցես երկրորդ։ Էս ինքը անում է, դու գործ չունես։ Դե այդպես ավտոմատ կա շատ։ Հա, էդի ավտոմատ կա, բայց այդ ավտոմատը յուղով է աշխատում։ Ինքը յուղին ասոսա, պետք յուղ է, պետք յուղի ճնշում է, պետք հիդրոմուֆտ է, պետք հիդրոտրանսֆորմատոր է, պետք բազմաթիվ շատ բարդ բան է, էլի կառույց է ու ավտոմեքենայից 15% էներգիան վեկալում է իրան։ Էսի ձրի է։ Ձրի, ավտոմատ ձրի։ Էնի ավտոմատ յուղով։ Էսի ակնթարթային է, հետո յուղայինը ուշ է կատարում այդ սեղմումը, բացում, փոխանցումները ուշ է կատարում, նա յուղ պետք է գնա գա։ Էսի էլեկտրոմագնիսական ակնթարթային փոխում է։ Հասկացաք ժողովուրդ։ Սմբատ ջան, ես ոնց հասկացա, դուք եկել եք այստեղ եւ ուզում եք որ ձեզ խրախուսեն։ Ես կարծում եմ, որ բոլորը տեսան, քանի որ թիվ 1 ամենառեյտինգային հաղորդմանն եք մասնակից եւ ովքեր որ տեսան, ովքեր որ հետաքրքրվեցին, ես կարծում եմ ձեզ կգտնեն եւ կկապնվեն։ Ինչ կասեք։ Բոլորս արդեն կարծես ասել ենք երևի վճռներին, ես կարծում եմ, որ ամեն դեպքում այս փուլի համար ոչ։ Բայց թող որ նրանք ձեզ ասեն այո, որպեսզի ձեր երազանք կատարվի։ Հիմա այս միկրոֆոնը պետք է ուղարկեմ Ծաղկաձոր, թե հանձնեմ Գոհարի։ Ինձ ավելի շատ դուր է գալիս ձեր կերպարը ու ձեր հումորը, որովհետև հիանալի կերպար ունեք, այսպես եկեք ծափարենք։
Բայց այս մնացած գյուտից ես չգիտեմ, կարողա շատ բան չեմ հասկանում, բայց ես էլ ասում եմ ոչ։ Բայց ծաղկաձորին ասում եք այո։ Չգիտեմ։ Ինձ թվում է այս գյուտի անունը մնաց Ծաղկաձոր։ Ծաղկաձորի համար ինձ թվում է Սուզաննան լավ կասի, այո թե ոչ։ Պարոն Մկրտչյան, ես կարծում եմ, որ այս պրոյեկտը ձեզ տվեց ավելին, քան օրինակ կտար, եթե դուք հայտնվեիք հաջորդ փուլում եւ կարծում եմ այս նոտայի վրա այնքան գեղեցիկ է ամեն ինչ ձեր պրոֆայլում, ինչ որ դուք ներկայացրեցիք։ Շնորհակալություն ձեզ շատ, միշտ եղեք այսպես հումորով, ես շատ ուրախ եի ծանոթության համար։ Շնորհակալություն։ Ես ձեզ ասում եմ ոչ։ Ես ճիշտ Սուզանայի խոսքերն եմ ուզում կրկնել, որպեսզի հաջորդ անգամ մեր հանդիպումը չփչանա, սենց պոզիտիվ ու լավ մնա, դրա համար ասում եմ ոչ։ Շնորհակալություն։ Ձեր խոնարհ ծառան։ Իրանք երաժշտական մասնագետներ են, իրանք երևի տեխնիկան այդքան հետաքրքիր չի։ Ճիշտ եք նկատել, որ նրանք բեմի հետ գործ ունեն։ Երևի մի քիչ ավելի բեմական արվեստի արտիստ էին սպասում։ Հա, կարող եմ հաջորդ անգամ բեմական էլ ներկայացնել։ Ասեիք, որ կարող եք։ Դե արդեն պրծավ։ Օրինակ ինչ կարող եք անել։ Հումոր։ Գիտեք, ես օրվա ընթացքում շատ եմ մարզվում եւ շատ էներգիա եմ ծախսում։ Պետք է ամրապնդել մկանների աշխատանքը։ Պետք է անպայման վերականգնել կորցրած էներգիան։ Նման դեպքերում ես օգտագործում եմ Milkin-ի թարմ եւ անարատ կաթնամթերքը։ Milkin-ը հայկական արտադրանք է առանց կոնսերվանտների եւ գլյուտենի։ Կաթ, թթվասեր, մածուն, իսկ յոգուրտի մասին հատկապես հատապտղային միքսերը ֆանտաստիկ համեղ են եւ օգտակար։ Ես հենց հիմա մեկը կփորձեմ։ Milkin, համեղ ընտրություն, ողջ օրվա համար։ Մի նկարի ուտեմ էլի։ Բարև ձեզ։ Ես Ջուլիետա Հովսեփյանն եմ, շատ ուրախ եմ, որ մասնակցում եմ այս ծրագրին։ Մի փոքր կարճ պատմեմ իմ մասին, ես շատ փոքր տարիքից ինքս ինձ խոսք եմ տվել, որ փորձելու եմ տիրապետել արվեստի շատ ճյուղերի եւ կյանքի ընթացքում փորձում եմ դա իրականացնել։ Կերպարս իշտար Աստվածուհին է դիցաբանական։ Մնացածը փակագծերը չեմ ուզում բացել, ընթացքում դուք կտեսնեք։ Շնորհակալություն։ Արդեն հետաքրքրացա, ապա սիրում եմ այսպիսի համարներ։ Այդ օրվա շունչը մաշեց իմ անունը։ Իսկ երկինքը չխոսեց։ Եվ հիմա ես ապրում եմ միայն երաժշտության մեջ։ Ես իշտարն եմ, Աստվածուհի։ Ես իջամ մութի խորքը, որտեղ մեռածները չեն հիշում իրենց անունները։ Նրանք աչքեր չունեին, բայց ինձ նայեցին ու ասացին. «Տուր մեզ ձայնդ ու երաժշտությունդ»։ Եվ ես տվեցի։ Կախարդանք է հիմա լինելու հաստատ։ Տուր մեզ մարմինդ ու հոգիդ։
կյանքիս վերջին կաթիլը։ Եվ ես հասկացա ինչ եմ մեռնել առանց մեռնելու։ Մտածեցի գուցե դրանից հետո ինձ սիրեն ու ընդունեն, բայց սիրեն մեռածել ու սիրեն մեռնելուց հետո ես մեռա մեռածների մեջ։ Այս ամբողջի մեջ տեսա մի բան, որ դու ուղղակի ցանկանում ես բեմում լինել եւ անկաշկանդես, բայց այ հաղկված, հարթված մի գծով, մի ինչ որ մի ասելիքով, սյուժետային գծով, որտեվ բեմականացում էր եւ որևէ նմանատիպ գիծ ներդաշնակ ես չնկատեցի։ Ճիշտն ասած, գիտեք, ինչին էր նման կալամբուրի, որ ամեն ինչ լցնում են, որ սալատ է լինում, օրինակ կարտոշկան խառնում են տանձի հետ, հա։ Սա ձեր ամեն ինչն էր։ Ես կուզենայի, որ դուք ոչ թե ճյուղերը փորձեք խառնեք, այլ ընտրեք այն ճյուղը, որը ձեզ մոտ ավելի լավ է ստացվում։ Օրինակ ասմունքը։ Ընտրեք ուղղակի ասմունքը, որտեղ ձայնային տեմբրը շատ սիրուն է, շատ սիրուն խոսք ունես, ինչը չէի ասի երգի մասին, որովհետև չէ, բավարար չէր երգը, նվագելն էր, ճիշտն ասած, էլի չհասկացա, որևէ ֆենոմենալ նվագ չլսեցի։ Ձեր խոսքը իսկապես հստակ է։ Ուշադրություն դարձրեք սրան։ Պետք չի աջ ձեռքով ձախականջը քորել։ Սա բեմը չի սիրում։ Շատ էր ամեն ինչ խառներ ու իրար հետ կապ չունեցող։ Կուզենամ, որ 18 տարեկան աղջնակի մեջ ավելի այսպես սենց շատ բարի էմոցիաներ լինեն ու ուրիշ ձևով ներկայանա էր մեզ։ Դաշնամուրից բան չհասկացա, որովհետև 10 վայրկյան երևի թե չնվագեցիր։ Կուզենամ, որ ուրիշ տեղ քեզ փորձես ու նաև ասմունքը ինձ թվում է քեզ մոտ շատ ավելի գեղեցիկ կստացվի։ Շնորհակալություն։ Ես ասում եմ ձեզ ոչ։ Ես նույնպես ասում եմ ոչ։ Ջուլիետա ջան, ոչ։ Ոչ։ Շնորհակալություն շատ։ Հանգիստ, ամեն ինչ նորմալ է։ Անկեղծ հանգիստ եմ։ Գիտես ինչ ընկերուհի ունես։ Գիտեմ, հո, շատ լավն է իմ ընկերուհին։ Ես ուղղակի հիանում եմ ձեզ ընկերության։ Ոյ, օպրեք շատ։ Այդպես միշտ իրար հետ լինեք եւ իրար ոգեշնչեք։ Շնորհակալություն շատ։ Որ դու կարողացար զարմացնել այս բանից։ Հուսամ, իրական խորհուրդերին էլ հետևես, կարող ես շատ առաջ գնալ։ Գուցե, բայց իրականում այն միտքը, որ ես ուզում եմ ամեն ինչ համատեղեմ, դրանից հետ չեմ կանգնի։ Բարև ձեզ, ես Նարեկն եմ, 21 տարեկան, 5 տարի է ինչ զբաղվում եմ աճպարությամբ։ Ձեզ համար պատրաստել եմ մի քանի դասական աճպարական հնարքներ, որ իրականացման համար պետք է ձեզ խնդրեմ թույլ տաք մոտենամ ձեր սեղանին։ Շնորհակալ եմ։ Թույլ ենք տալիս։ Հնարքները, որոնք այսօր իրականացնելու եմ ձեզ համար, դասական աճպարական ժանրից են, լինելու են խաղաթղթերով։ Այստեղ ինձ մոտ սովորական ստանդարտ խաղաթղթեր են։ Կանցնեմ խաղաթղթերի վրայով, որտեղ կցանկանաք կնշեք stop, դա կլինի հենց ձեր խաղաթուղթը։ Stop։ Կարող ենք փոխել, ցանկանում եք փոխենք։ Շատ լավ։ Խնդրեմ վերցրեք, ցուցադրեք տեսախցիկին, դալիճին, այլ կարող եք ինձ ցուցադրել, խնդիր չէ։ Եվ ձեր խաղաթղթի վրա մարկերով արեք ցանկացած նշան, որը կփաստի, որ տվյալ խաղաթուղթն ամբողջ աշխարհում եզակին է։ Կարող եք ստորագրել կամ ինչ-որ այլ նշան։ Շատ լավ։ Եկեք դա եւս մեկ անգամ ցուցադրենք տեսախցիկներին։ Սա ձեր խաղաթուղթն է։ Դուք համոզված եք, որ այն ամբողջ աշխարհում միակն է, ճիշտ է։ Այո, ես եմ ստորագրել։ Ես էլ եմ համոզված, որովհետև դուք ամեն օր չէ, որ ղարի 3-ի վրա ստորագրում եք։ Շատ լավ, հիմա ես կվերցնեմ այս խաղաթուղթը, կծալեմ եւ ձեզ պետք է մի բան խնդրեմ, այն ձեր ատամներով պահել ձեր բերանում կամ ձեռքի մեջ այսպես։ Շատ լավ։ Հիմա կընտրենք խաղաթուղթ ինձ համար սրտի ութը։ Մի նշան էլ ես այնտեղ կանեմ։ Աստղիկ։ Ես կվերցնեմ տվյալ խաղաթուղթը ու կրկին կծալեմ։ Հիմա ուշադիր։ Ինչ-որ բան զգացիք։ Մեկ անգամ եւս։ Այս անգամ։ Ես անզգա եմ, չեմ զգում։
Իրականում ես տարօրինակ տակություն եմ զգացել, եկեք բացենք եւ ստուգենք թե այդ ընթացքում ինչ է կատարվել։ Բացեք։ Խաղաթուղթը։ Հաջորդ հնարքը, որը ցանկանում եմ իրականացնել, պետք է ձեզ հետ իրականացնեմ։ Նշեք եւս մեկ անգամ stop այնտեղ, որտեղ որ կցանկանաք ֆիքսել։ Նշեք։ Stop։ Շատ լավ։ Խնդրեմ վերցրեք ձեր խաղաթուղթը, ցուցադրեք բոլորին, բայց ոչինչ։ Ձեզ չցույց։ Այո, ինձ պետք չէ։ Եվ ասեք stop եւ տեղադրեք խաղաթուղթը։ Շատ լավ, իդեալական է։ Հարմար տեղ ասեցի, հա, ոնց որ իդեալական։ Շատ լավ։ Հիմա ես կխնդրեմ ձեր ձեռքը փոխանցել ինձ եւ ձեր մտքում անընդմեջ, միայն մտքում նշել ձեր խաղաթուղթը։ Նշել անընդհատ սրտի դամա, սրտի դամա, սրտի դամա։ Հիմա ձեռքը պտտում ենք այս ուղղությամբ։ Այստեղ ունեմ դասական տեսախցիկ։ Ես հիմա կնկարեմ ձեր ձեռքը։ Խնդրեմ մատերն ավելի մոտ։ Շնորհակալ եմ։ Իմ կենթանիներից մեկին սպայկին ես պահում եմ իր մեջ։ Երբ անհրաժեշտ է լինում, հանում եմ սպայկին, կարող եք տեսնել։ Սիրում եմ սպայկին, այնուհետև նորից տեղադրում եմ իր մեջ։ Հիմա սպայկին պետք է զգաք, թե ինչպես է բարձրանում այսպես։ Բայց ինչի բարձրանա։ Հիմա ես կկանչեմ սպայկ եւ սպայկը հետ կգա։ Խնդրեմ ես, որպեսզի դուք մտածեք ձեր խաղաթղթի մասին, լավ։ Հիմա սպայկը պետք է մի փոքր գուշակություն անի։ Իդեալական։ Սպայկը հանում է ձեր խաղաթուղթը, նաև ինձ հուշում է, որ այստեղ հենց սրտի դաման է, ձեր նկարով։ Ես։ Շնորհակալ եմ։ Լավ նկար էի ընտրել, ապրես։ Շնորհակալ եմ։ Ապրես, ես էլ եմ շնորհակալ, զարմացրեցիր, այո։ Էս ինձ, հա, էս երկսն էլ։ Մարի ջան, աչքարական հնարքը Սյուզի հետ ինչ որ եղավ, մի կերպ ընկալեցի։ Այ նկարը ինչպես հայտնվեց խաղաքարտերի մեջ, ինձ համար որևէ տրամաբանության մեջ չի մտնում։ Անկեղծ ասեմ, միջև այդ գիտեիք, որ Վիկան է լինելու ժյուրի եւ նախապես նկարը բերել էիք։ Եթե անկեղծ ոչ։ Ներողություն, ես այսքանն էի ուզում ասեի։ Հա, միգուցե դու այսօր, երբ որ հաղորդումը սկսեցինք, տեսար, որ ես եմ, քանի որ այսօր առաջին հաղորդումն եմ եւ արագ պատրաստվել ես, հնարավոր է նման բան։ Ցավոք շատ գաղտնիքներ բացահայտել չեմ կարող։ Ես այն մարդկանց եմ, ովքեր մաքսիմալ հեռու են այս ամեն ինչից։ Մի քիչ վախի զգացում ունեի ձեր համարից, որովհետև այդքան անակնկալների ու անսպասելիության փունջը ինձ համար ինտրիգային ինչ որ վիճակ է ստեղծում, որն էլ լարում է։ Համենայն դեպս ձեր համարի մեջ կային էլեմենտներ, որոնք ես դեռևս տեսնում եմ մեր նախագծում, որտեղ ինձ հետաքրքիր է ինչ է լինելու հետո։ Շնորհակալություն։ Կա Վիկան ու Սյուզաննան համագործակցում են ձեզ հետ։ Ես կնեմ են հայ կոմենտչիներ եմ։ Ես առաջին անգամ եմ ես մտնում։ Ինձ թվում է դուք համագործակցում եք, ո՞նց հայտնվեց այդ։ Օրինակ ինչ ես այդ թեման ուզում դու հիմա բարձրացնես։ Մենք փորձում ենք Այդ կանցնենք նկարն էլ տպելու ապարատ կար ստեղ։ Պրինտս բայց ինձ էլ հոչի տպել ղարի 3, ինչա կոչվում սա։ Ղարի 3 հենց։ Հա, բայց այն որ զարմացրել եք միանշանակ, ես այո եմ ասում։ Ես ճիշտն ասած զարմացած չեմ, որտեվ ես կարծում եմ, որ դուք համագործակցում եք նրանց հետ։ Մեզ հետ, այո։ Տոկոսային։ Այո։ Չգիտեմ, հաջորդ անգամ փորձեք ինձ էլ զարմացնել։ Կասեմ այո։ Շնորհակալ եմ անչափ։ Ես էլ եմ ձեզ ասում այո։ Շնորհակալ եմ։ Ես Անդրեի ասացի համաձայն, ասում եմ այո, միայն այն պայմանով, որ հաջորդ անգամ ինձ զարմացնեք։ Խոստանում եմ, շնորհակալ եմ։ Վստահ եմ մի փոքր իմ ուժերի վրա եւ շատ ուրախ եմ, որ հաջողվեց անել այն, ինչ պլանավորել էի։ Բոլոր արտիկցիներին արդեն այսպես մոլորեցրել եք։ Ոչ բոլորին, բայց հիմնականում այո։ Գիտեք, օրվա ընթացքում այնքան եմ վազում, որ փորձում եմ ամեն ինչ հասցնել։ Թատրոն ներկայացում խաղալ, փորձերին գնալ, նկարահանումներին մասնակցել, տունը իրականում էներգիա սպառվում է, հոգնում եմ։ Իսկ գիտեք ինչ եմ անում նման դեպքերում։ Ասեմ,
Խմում եմ Royal Armenia սուրճի ցանկացած տեսակ, վերականգնում ուժերս եւ նորից վազում նորանոր գործերի։ Royal Armenia սուրճի վերամշակմամբ եւ փաթեթավորմամբ զբաղվող առաջին ընկերությունը Հայաստանում, շուրջ 30 տարի շուկայում, համարյայն տարիքին։ Հոգնեցի։ Մի հատ Royal Armenia խմեմ, վերականգնվեմ։ Ո՜ղ։ Բարև ձեզ հարգելի ժյուրի, Գուրգեն Մուրադյան, Շերամ, ճամփորդ եմ։ Արման ջան, հայրիկը վաղուց է երկու։ Իրա երիտասարդ ժամանակ զբաղվել է, անգամ նվագել է ակորդեոն։ Ճամփորդ եմ, ճամփի տղուր բան, ճամփորդ եմ, ջանի տղուր բան, Կացբարով ջան, սիրեկան, Կացբարով ջան, սիրեկան, Սիրտս քեզ մոտ կթողնեմ, Սիրտս քեզ մոտ կթողնեմ, Չեղնի դառնաս Անգյուման, չեղնի դառնաս անգյուման, Շամամ լանջետ, շավախլանջետ, մեկ համպույր, հալալերա, 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 Աղբյուր բխեց ժերքարեն, Աղբյուր բխեց ժերքարեն, Մարալնի չապ սեքսարեն, Մարալնի չապ սեքսարեն, Ուրիշեն ումուչունեմ, Ուրիշեն ումուչունեմ, Մենակ դու ես իմ չարեն, Մենակ դու ես իմ չարեն, Շամամ լանջետ, շավախլանջետ, մեկ համպույր, հալալերա, Ինձ թվում է դուետ է հասունանում, դուետ։ Հալալերա։ Այս տարիքում, այս համառությամբ, ուղղակի գալ բեմում երևալ, երգել եւ ասել եւ հայտ ներկայացնել, բեմական հայտ ներկայացնել, սա արդեն ինձ համար զարմանալի է։ Ասել եմ շնորհակալ։ Ձեզ ասոցացնում եմ իմ պապիկների հետ ու շնորհակալություն այդ էներգիայի համար, որովհետև անգամ երգի ընտրությունը խոսում էր ձեր սերնդին բնորոշ աուրայի մասին, ինչի համար հայտնում եմ իմ շնորհակալությունը, բայց պրոյեկտում լինել համապատասխան մասշտաբում եւ ֆորմատում ցավոք մի քիչ համոզիչ չէր, եթե մենք խոսում ենք պրոյեկտի մասին։ Իսկ առանձին շնորհակալություն ձեզ շատ։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մուրադյան, ես ուզում եմ բոլորը ձեզ բարձր ծափահարեն հիմնահատ։ Ձեր համարձակության համար, ձեր վստահության համար ապրեք, ոչ բոլորը կարող են այս քայլին դիմել։ Ես չեմ, որ պետք է խոսեմ ձեր վոկալային տվյալներից։ Ես վստահ եմ, որ ձեր թորնիկները, ձեր զավակները հիմա հպարտանում են շատ ձեզանով այս պահին, որ դուք իսկապես այս բարդ որոշումը ձեզ մեջ որոշել եք եւ եկել եք այստեղ եւ այժմ այս պահին ոգեշնչում եք ձեր տարիքակիցներին, ովքեր որ կյանքը շարունակվում է եւ կյանքը ամեն տարիքում էլ կյանք է։ Ջիգարով եք շատ ամենակարևորը եւ ես պատկերացնում եմ թե երիտասարդ տարիքում այսպես երգելով ինչքան սրտեր եք։ Չէ, եղել է։ Պատկերացնում եմ, բայց ցավոք սրտի նախագծի
համար ես կասեմ ոչ, բայց ձեր համարձակությանը իսկապես ասում եմ այո այն առումով, ոչ թե նախագծի մեջ, այլ որ այսպես ոգեշնչվեք եւ ոգեշնչեք մնացածին, բայց նախագծի համար ցավոք սրտի ոչ։ Շնորհակալ եմ։ Պարոն Մուրադյան, ես էլ ձեզ ասում եմ ոչ։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ես էլ եմ ասում ոչ։ Պարոն Մուրադյան, սա մրցույթ է, որտեղ զարմացնելու մրցույթ է, դուք ինձ զարմացրել եք։ Ես ասում եմ այո։ Շատ շնորհակալ եմ։ Ամեն դեպքում շնորհավորում ենք, հուսով եմ չեք տխրել։ Շատ լավ կատարեցիք, կարծում եմ շատ շատերը հիմա կհետևեն ձեր օրինակին։ Այսենց հա, մեծ հանգարել են։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։
կոչվում այս բեմադրությունը։ Դդմապար, երաժշտությունը կոչվում է դդմա ջազ։ Ապրեք բոլորը, մեզ լավ արթնացրեցիք, բրավո, մի հատ էլ ծափ տանք։ Բարը բեմադրությունը պետք է ունենա սկիզբ, ընթացք եւ ավարտ։ Բեմադրությունը շատ երկար էր ինձ համար, կրկն երգը անընդհատ 4 անգամից ավել կրկնվեց, դա արդեն սխալ է եւ ինձ համար։ Եվ մի քիչ հոգնեցնող։ Ընդհանուր շատ լավն եք, տեխնիկապես ընտիր, ուժեղ, սիրուն։ Մի քիչ դեմ էի հայկականին, որովհետեւ ես սիրում եմ ինքս ես մոդեռնացված, հա, հայկականը ժամանակակից արվեստի հետ ներկայացնել, բայց մեզ մոտ մի քիչ թերի էր, որովհետև հայկական արվեստին ժողպարին չի կարելի թերահավատորեն մոտենալ, որովհետև այնտեղ մի քիչ գրագիտությունը պակասում է, իսկ ընդհանուր ձեզ շնորհավորում եմ, ապրեք, ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալություն։ Կարևորը արդյունքն է։ Գեղեցիկ էր շատ, բայց համաձայն եմ երկար էր, ես որպես հանդիսատես մի քիչ ավելի հղկված տարբերակի կողմնակիցը կլինեի։ Շնորհավորում եմ ձեզ, ընդհանուր շատ սիրուն եք նայվում պրոյեկտում, շատ։ Բեմը մի միջավայր է, որտեղ արտիստը փոխանցում է էմոցիա, փոխանցում է զգացմունք, փոխանցում է էներգիա։ Ձեզ մոտ ստացվեց եւ ես այդ էներգիան ունեցա, ձեզանից ստացած եւ ձեզ շնորհավորում եմ, ապրեք, ես ասում եմ այո։ Շնորհակալություն։ Հետաքրքիր է էներգիա եք ստացել, բայց իրանք կանգնած են բեմում շատ սառը, Ես էի ուզում ասեի կներեք, դուք դեռ բեմում եք, իդեպ ասեմ, մեր աղջկան ուզում եմ ասեմ, ես էլ եմ ասելու էի։ Ինչի է այսքան նեղացել։ Բեմում որտեվ բեմը սիրում է ժպի, բեմը սիրում է էներգիա եւ այո, ես ուզում եմ նշեմ Ինչ։ Ասում եմ դու որ բարում ես, ես քեզ խանգարում եի։ Կներես հազար անգամ։ Թող երգեմ։ Ես ուզում էի նշել նաև Խուճուճ աղջկան, ընդհանուր համարը ինձ դուր չեկավ, ճիշտն ասած շատ էր խառնաշփոթը, ինձ համար նման էր Վենեգրեդի։ Կնշեմ սալիստներին հուդիներով, որովհետև շատ հետաքրքիր էիք, չգիտեմ, դուք առանձին խումբ եք, թե իրար հետ եք բոլորդ։ Չէ, մենք բոլորս Arma Dance Academy-ն ենք։ Բայց ուղղակի ունեք տարբեր ճյուղեր։ Ունենք տարբեր ճյուղեր, տարբեր տարիքներ, տարբեր ազգեր։ Սպասելիքներս շատ էր, կուզենայի, որ բոլորը ունենային այդ էներգիան, ինչպես օրինակ ես նշեցի հուդիներով կողքի երկուսը։ Շատ շնորհակալություն։ Ես ձեզ ասում եմ այո։ Մերսի շատ։ Իսկ ես ձեզ կասեմ ոչ թե որ վատն եք, այլ որպեսզի հաջորդ փուլում էլ ավելի զարմացնեք մեզ եւ աշխատեք։ Ողջույն նորից ես Pink Berry օթապարիկն այս անգամ եկել է տրոպիկական աշխարհից եւ ձեզ բերել է պաղպաղակների նոր վառ եւ էկզոտիկ համ Coco Berry 100%-անոց պլոմբիր պաղպաղակ կոկոսի քերուկներով եւ հատապտուղներով էս իմ ամենասիրելի համադրությունն է։ Գիտես, ինձ ուրախացնում է այն միտքը, որ ես կարող եմ ուտել այս հրաշքը տարվա բոլոր եղանակներին։ Մի րոպե։ Pink Berry պաղպաղակներ, թարմության շունչը նոր հրաշքներ է գործում։ Մեր մասնակիցը շատ երիտասարդ է, 11-ամյա, Կարեն է, ինչ ես երգելու Կարեն։ Ռոբերտինո Ջամայկա։ Օ, ես քեզ հաջողություն եմ մաղթել, այստեղ կպարեմ։ Ես Կարեն Ջիլինգալյանն եմ, 11 տարեկան եմ, սովորում եմ Ստեփան Ջերբաշյանի անվան երաժշտական դպրոցում։ Կարենի տատիկն է, չէ՞։ Ձեր անունը ինչպես է։ Գայան է։ Տիկին Գայան է, հիմա ես պատկասում ինչ պարտության րոպեներ եկա։ Իրա փոխարեն թրթռում եմ արդեն։ Jamaica
sciacqua l'acqua di una fonte, ma come potrò dissettare l'arsura di quest'era amore che ha dato la passione d'amare, sento bruciare. Giamaica, Giamaica, ci ho lasciato un giorno per sfuggire all'acqua bocca ridita. Oggi tu mi vedi di tornate con mia anima perdita. Tre voglio di mistica donna che tutni ni finta Madonna, che tutni ni finti cagana, non so scona. Որտեղից այս երկերին ինքնուրույն է սովորել։ Giamaica, sotto il tuo bel cielo tropicale voglio vivere e morire. Giamaica, Giamaica, Սյուզաննա Ապրես։ Շնորհակալություն։ Արթնացանք, հա կարծես, բոլորս արթնացանք։ Վաու։ Կարեն ջան, այս ցուրտ ձմեռը իսկապես բոլորին մեզ եւ հանդիսատեսին եւ վստահ եմ հերոստատիտողին տեղափոխեցիր Ջամայկա։ Շնորհակալություն։ Ապրես շատ։ Իսկապես շատ ապրես, Ռոբերտինո Լորեցին այս երգով հանրահայտ դարձավ եւ հաղթեց այդ մրցույթը, շատ ճիշտ որոշում էր առաջի փուլում նման ձևով գալ։ Չգիտեմ, ես խոսք չունեմ, որովհետև շատ լավ ելույթ էր, շոքեցի ես։ Ապրես շատ։ Վայ, Կարեն ջան, շատ անուշիկ բալիկ ես, շատ անուշիկ տղա ես, շատ ապրես, շատ բեմական ես, գիտեք, այս եմ սիրում, ես ես նախագծերում, որ ծայրահեղությունից ծայրահեղություն է, ամեն ինչ այնքան գեղեցիկ, ճիշտ ու արդարացված էր ես դեպքում, որ քեզ հետ ապրեցինք և մենք, և հանդիսատեսը, և վստահ եմ հեռուստադիտողը, կեցես, շատ ապրես, ու սա ընդամենը 11 տարեկանում, ապրես, որ այս տարիքում դու եսքան օրգանական ես բեմում, կեցես։ Կարեն ջան, ապրես, բոլորիս ժպիտ պարգևեցիր, բոլորս արթնացանք, ուզում եմ ավելի ժպտաս, որովհետև քո ելույթի մեջ ինձ համար պակասում էր քո ժպիտը, լայն ժպիտը, հա, այդ տաք ժպիտը, եւ ուզում եի, որ հայացքով ոչ թե նայեր մի հոգու, այլ նայես բոլորին։ Բայց պատկերացնում ես դուրս ես գալիս մասնակիցս եւ 4 հատ ժուրի անստացու։ Մտածում ես ժպտում ես, բայց դու այդ բան չես ժպտում։ Ապրես, ես քեզ շնորհավորում եմ, դու շատ մեծ ապագայով տղա ես։ Բրավո։ Կարեն ջան, իսկապես շատ ապրես, ընդհանրապես շատ կարևոր է, երբ որ արտիստը բեմից որևէ կատարումով էմոցիա է ուղարկում դալիճ, եւ այստեղ մենք որպես ոչ միայն հանդիսատես, նաեւ ժյուրի, ես չհասրեցի որպես ժյուրի քեզ դատեմ ու ընկա հանդիսատեսի այն լավ էներգիայի մեջ ու սկսեցի վայելել եւ շատ կարեւոր է որ դու կարողացար տալ այդ ջերմությունը, այդ էներգիան։ Ապրես։ Շնորհակալություն։ Շատ վստահ ասում եմ այո, Կարեն ջան։ Շնորհակալություն։ Իհարկե այո։ Շնորհակալություն։ Ես էլ նույնպես վստահ ասում եմ այո, ապրես, քեզ հաջողություն։ Ես 2 այո եմ ասում, 5 այոյով գնա։ Շնորհակալություն։ Կարեն, շնորհավոր։
Շնորհակալներ։ Արմեն ջան, այս ինչ արեցիք, Սյուզաննան վախից կոճակը կարմիր սեղմելա, որ չտեսնի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Արմենն եմ, Ադոնց, կրկեսի դերասան։ Տարիների փորձ ունեք, այսինքն այդ ծնոտային ցավը ես չգիտեմ, որ անում եք, ես չգիտեի ոնց ցույց տամ այդ մի տեսակ փոխանցվում էր ինձ, մտածում եմ լավ, ատամները ոնց է պահում, բայց դե պարզ է, եթե տարիների փորձ ունեք, ապա այն ցավերը արդեն մնացել են անցյալում, չգիտեմ, տրավմաներ վստահ եմ ստացել եք, վերականգնվել եք, ապրեք։ Շնորհակալություն։ Ես ձեզ շնորհավորում եմ, դուք այո, ինձ զարմացրեցիք։ Շնորհակալություն։ Իմ մոտ էլ մինչև հիմա ատամներս ցավում են, այնպես տպավորություն էր, որ ես էի այդ ծանրությունը բռնել իմ ատամները։ Մենք էլ ենք սեղմում, մեզանից Չէ, անկեղծ ցավում եմ, մինչև հիմա ցավում է։ Շնորհավորում եմ ձեզ, ապրեք։ Շնորհակալություն։ Արմեն ջան, ճիշտ ասած, իրենց մոտ երևի ատամներն են միայն, ինձ մոտ ամեն ինչ սեր ցավում, որ նայում էի ձեր ելույթին, իրականում այո, վախից ես սեղմեցի, որովհետև ես շատ զգայուն մարդ եմ, հատկապես այս տեսակ համարների ժամանակ շատ իմ օրգանիզմը ցավում էր ձեր ելույթից, բայց չեմ կարող չնշել ու չփաստել, որ դուք ուղղակի հարգանքի արժանի մարդ եք, կեցեք։ Արմեն Ադոնցը ինձ չի զարմացրել, որովհետև ինձ զարմացրել է շատ վաղուց, ես իրեն տարբեր բեմահարթակներում արդեն տեսել եմ եւ շատ ավելի հետաքրքիր համարներով, այնպես որ ապրես։ Շնորհակալություն։ Իհարկե այո։ Ես ձեզ ասում եմ այո։ Շնորհակալ։ Ես վախենում եմ, բայց ասում եմ այո։ Շատ շնորհակալ եմ։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես անհանգիստ մարդ եմ, արդեն անհանգստացա ձեր առողջության համար, ճիշտ է ձեր կնոջ եւ դստեր հանգստությունը մի քիչ ինձ հույս է տալիս եւ ձեր գոլեգաների, բայց շատ վտանգավոր էքստրիմ, հա, շատ վտանգավոր էքստրիմ։ Խնդրում ենք չկրկնել հեռուստադիտողներին։ Շանթի եթերում Got Talent Հայաստան նախագիծն է դիտումների փուլը եւ ժյուրի անդամները նրանց ասել են կհանդիպենք հաջորդ շաբաթ եւ կրկին կծանոթանանք նոր մասնակիցների հետ դիտումների փուլի ժամանակ։